հաջորդ հարցի համար Վահե Էնֆիաջյան, Բարգավաճ Հայաստան խմբակցությունից։ Շնորհակալություն։ Պարոն Մուկուչյան, ըստ էության ընտրական գործընթացների մասով բազմաթիվ քննարկումներ նախկինում, ներկայում դեկտեմբերի 9-ից հետո տարբեր որակումներ եւ գնահատականներ հնչել են եւ այս հաղորդման գործընթացը շատ կարեւոր է։ Ես երկու խնդրի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել եւ այն գործընթացները, որ ընտրությունների հետ են կապված, դրանք հրապարակային են եւ տեղի ունենում եւ քաղաքական գործիչների եւ մեր հասարակության առջեւ։ Մասնավորապես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընտրությունների լռության օրվա հետ կապված։ Գործոն մասնակցություն ինչու չի ունենում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ այդ օրվա ամբողջությամբ սահմանված գործառույթները ըստ էության խախտվում են եւ համարժեք գործիքակազմով վերահսկողական մոտեցումներ չեն ձեռնարկվում, որովհետեւ գիտեք ինչպիսի առանցքային հարց է։ Մի կողմից այլևս ժամանակ չկա կարծիք ձևավորելու առումով, հաջորդ օրը ընտրություններն են եւ մյուս կողմից էլ արդարությունը վերականգնելու հարց կա եւ ստեղ տեղին եմ համարում, որ անպայմանորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է շատ օպերատիվ արձագանքի նման իրավիճակներում, որպեսզի որևիցե կերպում որևիցե քաղաքական ուժի կամ անհատի շահերը չոտնահարվեն եւ ի վերջո պարզություն մտնի տեղի ունեցող գործընթացների հետ կապված։ Եվ երկրորդ հանգամանքի մասին եմ ուզում խոսալ, կարծում եմ այստեղ դալիճում ներկա գտնվող չընտրված նաեւ մեր գործընկերները քաղաքական թիմերի ներկայացուցիչները իրենց մաշկի վրա զգացել են այն գործընթացը, որ համահավասարության սկզբունքը առանցքային է ընտրական գործընթացի մասով, բայց տեսեք 11 քաղաքական ուժ է մասնակցում, 13 ընտրատարածք, գրեթե յուրաքանչյուր ընտրատարածքում 100-ից ավել թեկնածու կա, օրենքով սահմանված պաստառների տեղ է հատկացված, եթե A4 ֆորմատի թղթով քարոզչական նյութ փակցնես, 5-6 հատից ավել չես կարող փակցնել, այսինքն ոնց է ստացվում, օրենքով սահմանված տեղը իրավունքը խախտվում է, ինչ միջոցառումներ, ինչ ձևով եք մեկնաբանում այս կոնկրետ իրավիճակը, շնորհակալություն։ Շնորհակալություն, ինչ վերաբերում է լռության օրվա հետ կապված, ես արդեն որոշակի անդրադարձ կատարեցի եւ այստեղ իրականում համենայն դեպս ուզում եմ փաստել մի շատ կարեւորագույն բան, որ նախ առաջինը ես կարծում եմ, որ մենք ունենք օրենսդրական կարեւոր խնդիր, փաստելու համար ընդհանրապես ինչ է նախընտրական քարոզչությունը, որովհետեւ այս խնդիրը իրականում շատ կարեւոր նշանակություն է ձեռք բերում նույն քվեարկության օրվա հետ կապված։ Օրինակ շատ հաճախ լինում են հարցադրումներ, որ քվեարկության օրվա հետ կապված նկատված խախտման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, որում պետք է հնչի այս կամ այն տեխնացուի անունը, կարող է որակվել հակաքարոզ, թե չի կարող որակվել հակաքարոզ, սրանք բավականին նուրբ խնդիրներ են, կարծում եմ, որ այստեղ առաջին պետք է նախ ունենանք նախընտրական քարոզչության հետ կապված ուրեմն սահմանումը։ Ինչ վերաբերում է օպերատիվ միջամտությանը, այստեղ իրականում համաձայն եմ, որ պետք է երևի թե լինեն ավելի արդյունավետ ներգործության միջոցներ, որովհետև դասական վարույթի շրջանակներում, մինչև հրավիրվի վարույթ, ծանուցվեն կողմերը, արդեն ըստ էության նույնիսկ քվեարկությունը ավարտված կլինի։ Բայց եւ միաժամանակ կարծում եմ, որ այդ կանոնակարգումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի դրանք հետագայում, այսպես իչարս երբևէ օգտագործելու հնարավորություն եւ որևէ հանձնաժողով չունենա։ Բայց այն, որ իրոք լռության օրվա հետ կապված պետք է լինեն, կարծում եմ, մեխանիզմներ արագ արձագանքման, դա կարևոր է։ Առավել եւս, երբ որ մենք իրականում մենք ունեցել ենք դեպքեր, երբ նախընտրական քարոզչության լռության օրն է տեղի ունեցել, ասենք, ընտրական օրենսգրքի պահանջի խախտում, ցավոք եղել է դեպք, երբ որ հենց քվեարկության օրն է տեղի ունեցել քարոզչություն հեռուստատեսությամբ, դա էլ ենք ունեցել, եւ այստեղ այս առումով կարծում եմ, որ համենայն դեպս առաջին հերթին, երբ մենք խոսում ենք վարչական վարույթների արդյունավետության մասին, գուցե պետք է նաև քննության ուսումնասիրության առարկա դառնա նաև այդ վարույթների առանձնահատկության ամրագրումը օրենսդրորեն։ Քարոզչական պաստառների փակցման հետ կապված ըստ էության այդ տեղերը առանձնացվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից եւ այստեղ հանձնաժողովները որպես այդպիսին ըստ էության լիազորությունը մեկն է ստանալ այդ ցուցակները, դրանք հրապարակել կայքում համակարգված, որպեսզի տեղյակ լինեն։ Բայց օրենսդրորեն կարելի է հաշվի առնելով նաև ստեղծված այս պրակտիկ խնդիրները
ուղղակիորեն ամրագրել որոշակի չափանիշներ, որոնք կլինեն ըստ էության կամ ուրվագծեն տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից իր հայեցողական լիազորությունն իրականացնելու համար ինչ որ չափանիշ, որով ինքը կարողանա ենթադրենք այսքան տեխնացուի պարագայում ոչ պակաս այսքան, այսքանի պարագայում ոչ պակաս այսքան, կարելի է լուծումը տալ ուղղակի երկու դեպքով կամ ուղղակի ընտրական օրենսգրքում կամ ավելի մոբիլ լինելու համար գուցե հնարավորություն ընտրական հանձնաժողովին նշվածով պայմանավորված ինչ-որ նոր կարգերի ընդունում եւ այլն, բայց փաստը է, որ այո, հատկապես տարածքային ընտրական ցուցակների պայմաններում իրականում այդ տեղերը պրակտիկան ցույց տվեց, որ դրանք բավականին քիչ էին, որովհետեւ տարածքային տեխնացուները եւս ակտիվորեն ներգրավում են քարոզարշավին։ Արձագանքում եք, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Մկուչյան, ըստ էության կարևորում են, որ դուք էլ եք արձանագրում, որ նմանատիպ խնդիր կա եւ քարոզչության կամ հակաքարոզչության մասով իրոք օպերատիվ արձագանքելը չափազանց կարևոր է եւ պաստառների մասով էլ դրսեւորումը գիտեք, որ տեղափոխվում է ըստ էության այլ դաշտ։ Ծառերի, չգիտեմ, բոլոր հնարավոր տեղերում սկսում են աղտոտել մեծաշով եւ քանի ամիս է անցել ընտրություններից հետո առ այսօր մենք կարող ենք պաստառներ տեսնել ամենատարբեր տեղերում եւ պետք է գործնական իրոք միջամտություն ունենալ, որպեսզի հետագայում այդ խնդիրները ամբողջությամբ թե նախընտրական ժամանակահատվածում, թե նախընտրական ժամանակահատվածից հետո վերացվեն եւ բնականon ճիշտ գործընթացներ տեղի ունենան։ Շնորհակալություն։ Համաձայն եմ, շնորհակալ։